պատերազմները փոխվել են, այսօր որոշում են ոչ միայն զենքերը, այլև նորագույն տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։ Մարդը դեռ գլխավոր դերակատարն է, թե արդեն զիջում է դիրքերը։ Այս մասին զրուցում ենք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Որոնք են ժամանակակից պատերազմի խաղի կանոնները։ Այսօր պատերազմում ով է հաղթում, տեխնոլոգիան թե մարդը։ Մարդը տեխնոլոգիայով։ Մտածողությունը միգուցե։ Ասենք տեխնոլոգիան ինքը չափելի զենք զինատեսակ ունենալն է հակառակորդի։ Օրինակ եթե վերցնենք մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, երբ կիրառվում է հրթիռներ, Իրանը համարժեք միգուցե որոշ պարամետրով ավելի զինատեսակ ունի։ Սա երբ հրթիռների ռմբակոծությունների, հրթիռակոծությունների պատերազմ է գնում, բայց վերջին հաշվով, երբ զինվորը գետնի վրա պետք է մենամարտի, այստեղ արդեն մարդու գործոնն է։ Խոսքս հետևակի մասին է ցամաքային զորքերի կամ ցամաքային օպերացիայի։ Նույն իրանյան պատերազմը, եթե դուք մատնանշեցիք, այնտեղ գերակայում են նաև տեխնոլոգիաները Միացյալ Նահանգների եւ իսրայելական զինուժի կողմից կիրառվել են արհեստական բանականություն եւ ինտերնետ համացանց, որոնց օգնությամբ էլ վերացվել են երկրի Իրանի առաջնորդները եւ ղեկավար կազմը։ Սա ինչի մասին է խոսում։ Այդ տեխնոլոգիաները արհեստական բանականության կամ անձանց հետևելու, հայտնաբերելու սարքավորումները վաղուց եղել են, ուղղակի հիմա տեղեկատվության մշակումը շատ ավելի արագ է արվում։ Երբ ասում ենք արհեստական բանականություն, մենք այդպես ենթագիտակցորեն պատկերացնում ենք մարդ, հա, մարդու նման մտածում է եւ այլն։ Ես ասեմ ձեզ իրականում ինչ ասել է արհեստական բանականություն։ Դա տեղեկությունների բազայի շատ արագ մշակումն է եւ ըստ տրված ծրագրերի եզրահանգումներ եւ առաջարկներ անելն է։ Ուղղակի արագությունը եւ տվյալների բազան, որ իր մեջ միլիոնավոր պարամետրեր կարող է պարունակի եւ տարբերակները տասնյակ հազարավոր ելքեր, ինքը ըստ տրված մուտքի պարամետրերի շատ արագ կարողանում է առավելագույն լավագույն տարբերակը ուրեմն տալ հարցում իրականացնողին։ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը մարտավարություն որդեգրելու առումով հարցում են արել արհեստական բանականությանը։ Բանականությունը ընտրել է, որ մարտավարությունը Իրանի դեպքում հաջողված է եւ որտեղ կիրառելի։ Ստացվում է մարդու գործոնը այստեղ երիթե չկա։ Այդ դրա համար էլ այն պլանավորած գործողությունները, որը Միացյալ Նահանգները եւ Իսրայելը իրականացրել են, նպատակին չի հասնում։ Որտեղ մարդու գործունը երբ հանում ես, արհեստական բանականությունը չի կարող գնահատել աստծո ներկայությունը մարդու մեջ եւ որոշումներ կայացնելու ժամանակ մարդու ներքին զգայական աշխարհը խարեսված լինելով աշխարհ ճանաչողության եւ աշխարհընկալման վրա, որն է Աստված, որոշում կայացնել։ Օրինակ, արհեստական բանականությունը այդպիսի որոշում չի կայացել։ Դրա համար, օրինակ, եթե Իրանի Իսլամական Հանրապետության բանակը 720,000-ից բանակը հոգեբանորեն պատրաստ է հրամանը կատարել կյանքի գնով, այսինքն մահանալուց, մեռնելուց, զոհվելուց չի վախում, այստեղ կարծում եմ արհեստական բանականությունը լուրջ բացթողում է արել, որովհետև հաշվարկը հետևյալն է, գլխատել ղեկավարությանը Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական, հոգևոր, քաղաքական եւ գիտական, որից հետո ըստ տրամաբանությամբ եւ արհեստական բանականության տված բանաձևի հաջորդ իրենց փոխարինող ղեկավարները պետք է հանձնվեն հաշվի առնելով ԱՄՆ-ի առաջնահերթությունը։ Օրինակ այդ արհեստական բանականությունը կարող է հաշվել, երբ երկնքում ռումբեր են, բնականաբար մարդը պետք է թաքնվի։ Բայց օրինակ երբ հրթիռակոծում են, մարդիկ դուրս են գալիս փողոցներ, հասկանալով, որ այդ ռումբը կարող է նաև իրենց գտնվելու վայրում պայթել եւ իրենք զոհվել, բայց իրենք մահվան երկյուղը երբ անցնում են, սարսափ անցնում են, հա, այստեղ մարդը հաղթական է։ Ես կարծում եմ, որ մեծ հաշվով պատերազմներում որքան էլ որ տեխնոլոգիաներ առաջնակարգ լինեն, հաղթում է մարդը։ Ապագայում կարող է լրիվ ավտոմատացված համակարգ գործել,
Սա կանխատեսում է մոտավորապես ինչ կարող է լինել մոտավորապես 10 տարի հետո։ Եվ որտեղ հարվածները կիրականացվեն արդեն առանց մարդու միջամտության, ինչ է կարծում։ Հիմա էլ են անում, որտեվ ռոբոտների միջոցով, ասենք, կարողանում են գործողություններ, գրոհային գործողությունների ժամանակ որպես օժանդակող առայժմ որպես միջոցներ եւ գործիքներ լինել կարող են։ Խնդիր չի, բայց նորից եմ կրկնում, մարդու գործունը ամենակարևորն է։ Այս համատեքստում խոսենք նաև կիբերպատերազմների մասին, ինչպես է այն ազդում իրական ռազմական գործողությունների վրա։ Գիտեք, այսա կարևոր գործոն է ցանկացած պետության համար, եթե ինքը հնարավորություն ունի թափանցել տվյալ պետության, տեղեկատվության հետ աշխատող, մշակող, վերլուծող, գնահատող եւ առաջարկներ անող օղակներին։ Այստեղ առավելությունը վստահաբար Միացյալ Նահանգների եւ Իսրայելինն է։ Եվ առաջին օրերի թվացial հաջողությունը, որտեղ իսկապես սկզբունքորեն գլխատվեց Իրանի բարձրագույն ղեկավարության եւ հոգեվոր եւ ռազմական, այստեղ այդ կիբերանվտանգության գործոնը իրոք աշխատել էր։ Բայց նորից եմ ասում, հաշվարկը նրա վրա էր, որ հաջորդ 1-2 փոխարինող ղեկավար կազմը գնահատելով իրավիճակը պետք է իրենք սպիտակ դրոշ բարձրացնեին, հանձնվեին, բայց հակառակ եղավ կարմիր դրոշ, վրիժարության եւ հատուցման դրոշ բարձրացեց։ Սոցիալական ցանցերը եւ մեդիան կարող է դառնալ ռազմաճակատի մաս։ Տեխնոլոգիաների զարգացումից հետո բացի գետնի վրա տաք պատերազմից կա տեղեկատվական պատերազմ հասկացությունը, որը ձևակերպումով կոչվում է սառը պատերազմ։ Այսինքն, երբ մարդու ընկալումները կարողանում եք զանգվածային լրատվամիջոցների միջոցով փոխել, տալ այլ արժեքներ կամ չարժեքներ, դուք կառավարում եք մարդու գործողությունները։ Իդեպ այդպես 1991 թվականին Խորհրդային Միությունը սառը պատերազմում պարտվեց Միացյալ Նահանգներին եւ իր դաշնակիցներին։ Գետնի վրա ամերիկյան եւ ՆԱՏՕ-ի բանակի զինծառայողը Խորհրդային Միության տարածք չի մտել, բայց Խորհրդային Միությունը 91 թվականից սկսեց կատարել Միացյալ Նահանգների եւ իր դաշնակիցների ղեկավարների այս կամ այն պահանջները։ Տեղեկատվական պատերազմը որքանով է հավասարազոր կամ միգուցե ավելի կարևոր, քան դասական իմաստով ռազմական գործողությունները։ Մեկը մեկին լրացնում է։ Օրինակ ասենք զուգահեռենք եւ միասին այդ երկուսը երբ որ գործում են։ Օրինակ պատերազմ կա, տաք պատերազմ գետնի վրա կա, սառը պատերազմ տեղեկատվական, իսկ միացյալ երբ գործում են, կոչվում է հիբրիդային պատերազմ։ Այսինքն միաժամանակ գետնի վրա եւ միաժամանակ տեղեկատվական։ Առաջնահերթություններից է կախված, նորից եմ կրկնում, 1991-ին տաք պատերազմ չի եղել Խորհրդային Միության դեմ, բայց Խորհրդային Միությունը պատերազմում պարտվել է։ Իսկ օրինակ տաք պատերազմ, հիմա կոնկրետ Իրանի դեպքում մենք նայենք, Իրանի դեպքում տաք պատերազմում այնուամենայնիվ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն հաղթում։ Այս պայդրությամբ դեռ առավել խիստ գնահատականներ չտամ։ Խոսեցիք հիբրիդային պատերազմի մասին։ Եվրամիությունը այստեղ պատվիրակություն է ուղարկում Հայաստան ընտրությունների նախաշեմին, որ մոնիտորինգի ենթարկի քաղաքական դաշտը եւ փորձի զերծ պահել հիբրիդային հարձակումներից։ Հայաստանն է խնդրել Եվրամիությանը։ Ինչպես են մեզ պաշտպանելու հիբրիդային պատերազմից եւ ինչ է մեզ սպառնում այս դեպքում։ Նախ գնահատականը ենթատեքստով, երբ ասում է հիբրիդային պատերազմ մղող պետության անվանումը, հասկանալի է, նույնիսկ եթե անգամ գնահատականը չտրվի, կարծում եմ ինքնին սխալ թիրախ է ընտրված։ Սովորաբար հիբրիդային պատերազմը, նորից եմ կրկնում, դա գետնի վրա տաք պատերազմն է, որը ուղեկցվում է, զուգորդվում է եւ վերջն արդյունքում միգուցե վճռորոշ է դառնում սառը կամ տեղեկատվական պատերազմի կոմպոնենտով։ Հիմա Հայաստանի Հանրապետության դեմ 1991 թվականից առ այսօր մեկ պետություն է, որը տաք պատերազմ է մղել։ Դա Ադրբեջանն է։ Չի կարող այլ պետություն, եթե քո դեմ տաք պատերազմ չի մղել, իրեն բերես մի գնահատման մեջ, որտեղ անվանեց, որ ինքը հիբրիդային պատերազմ է ուղղում։ Հետաբար, եթե կա հիբրիդային պատերազմ, ինձ դա վստահաբար կա, մեր դեմ մղում է Ադրբեջանը եւ իր թիվ 1 ռազմավարական դաշնակից Թուրքիան։ Հիմա եվրոպացիները մեզ ումից են պաշտպանելու։ Ես կարծում եմ հարձակումներից են պաշտպանելու։ Ես կարծում եմ եվրոպացիները խնդիր են դրել Հայաստանում իշխանության վերարտադրության համար։ Իրենց խնդիրը դա է։ Ավելին ասեմ ձեզ, հիբրիդային պատերազմ բառակապակցությունը շրջանառության մեջ մտցնելով եւ ուղղակի կամ անուղղակի թիրախավորելով մեկ պետության,
Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների նախաշեմին կայացվի որոշում այնպես ինչպես եղավ Մոլդովայում։ Այդ պատրվակով որոշ կուսակցությունների կամ դաշինքների արգել են ընտրությունների մասնակցելու։ Հիբրիդային պատերազմի դեպքում ավելի խոցելի է պետությունը թե հասարակությունը։ Սովորաբար հիբրիդային պատերազմներում թիրախավորում են ժողովուրդներին։ Տիպիկ օրինակը հիբրիդային պատերազմի սառը պատերազմի էլեմենտ Խորհրդային Միությունն է։ Իհարկե ժողովուրդները մեծ հաշվով պետությունների համապատասխան կառույցները կարող են մրցակցել, բայց երբ մարդկանց մեջ աշխարհ ընկալում եւ աշխարհ ճանաչողություն է փոխում, այդ մարդը օրինակ չի ուզում պատերազմի։ Մեկ օրինակ բերեմ, Միացյալ Նահանգները 20-րդ դարի 60-ականներին Վիետնամում պատերազում էին։ Օգնում էին Վիետնամի մի մասին, մյուս մասի դեմ։ Հյուսիսային Վիետնամը, որը պատերազում էր Միացյալ Նահանգների դեմ, որևիցե լուրջ ճակատամարտ Միացյալ Նահանգների զինուժի հետ բախման ժամանակ չի հաղթել, բայց արդյունքում հաղթեց Վիետնամը։ Այսինքն Միացյալ Նահանգները գետնի վրա տաք պատերազում հաղթեցին, որտեղ Վիետնամի, Հյուսիսային Վիետնամի որևիցե լուրջ ճակատամարտում հաղթանակ չի տոնել, բայց վերջն արդյունքում սառը պատերազմի կամ տեղեկատվական պատերազմի արդյունքում Վիետնամ հաղթեց, ինչու, որտեղ Միացյալ Նահանգների ժողովուրդը չէր ցանկանում ունենալ 100,000-ավոր զոհեր, իսկ տասնյակ հազարավորները կային, եւ իշխանությունները ստիպված եղան պարտադրված զորքեր հանել Վիետնամից։ Այսինքն վերջն արդյունքում սառը կամ տեղեկատվական պատերազմի հաղթանակից հետո տաք պատերազմում պարտվելուց հետո Վիետնամը ամբողջական հաղթեց։ Նիրում են նաև այսպես։ Այսօր երբ մի կողմից Եվրամիությունը խոսում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին, սպարտանիքի մասին, իսկ մյուս կողմից ներսում շրջանառվում են պատերազմի մասին խոսակցությունները, իրական վտանգը որտեղ է սահմաններին, թե մարդկանց գիտակցության մեջ։ Երկուսն էլ վտանգ է, եթե մարդը հոգեբանորեն պատրաստ չի վտանգը զգալ եւ անհրաժեշտության դեպքում այդ վտանգը կանխարգելել կամ քաղաքագիտական տերմինով ասած մարտահրավերները կանխարգելել, սպառնալիքները չզոքացնել։ Եթե մարդը պատրաստ չի, վստահաբար դա թշնամու հաղթանակն է բերում։ Սահմանին եւս ակնհայտ վտանգը կա, բայց այն խոսույթը, որ Հայաստանի դեմ Ադրբեջանը կարող է սեպտեմբեր ամսին Երկրի ղեկավարի հայտարարությունն է, վստահաբար հասկացաք։ Այո, հասկանալի է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը երբևիցե այս պայմաններում, երբ տարածաշրջանում օր-օրի փոխվում է ուժային կենտրոնների, շահերի բախումների իրավիճակը, այսինքն турբուլենտ վիճակում ենք, չի կարող 6 ամսվա կտրվածքով որոշում կայացնել, որ մի պետության դեմ ինքը կարող է պատերազմ սկսել։ Ես դա որպես փորձագետ բացառում եմ։ Առավել եւս, եթե անգամ զուտ տեսականորեն սցենարի առումով ենթադրենք անգամ կայացել է, ապա այդ ինֆորմացիան գաղտնիության ամենաբարձր աստիճանի տեղեկատվությունն է, որի մասին վստահաբար Ադրբեջանը մի քանի հոգի են իմանալու։ Եթե ես մտածեմ, որ Հայաստանի ղեկավարը ինքը այս տեղեկատվությունը իմացել է արտաքին հետախուզական ծառայության կողմից, իսկ այդ ծառայությունն է միտված նման տեղեկություններ հայթայթելու, ապա կարող եմ նաև հիշել վերջին 1-2 ամսում արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի եւ ծառայության կողմից հրապարակված բաց զեկույցները, որտեղ Ադրբեջանը ընդհանրապես ոչ միայն պատերազմի, այլև որևիցե ձևով ռազմական գործողություն սկսելու միտում ու ցանկություն չի ունեցել։ Այսինքն տրամագծորեն հակառակ իրավիճակ է եւ ըստ այդմ, եթե տեսականորեն նայենք նման որոշում եղել է Ադրբեջանում, մեր ոչ բարեկամ երկրի կամ թշնամի երկրի, որի հետ մենք պատերազմի մեջ ենք եւ պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիր կամ պայմանագիր, փաստը սա է։ Այդ դեպքում հարց է առաջանում, եթե մենք մեր թշնամի պետության բարձրագույն ղեկավարության ծրագրերի մասին իմացել ենք, արդյոք լուրջ է հրապարակավ այդ տեղեկատվությունը բարձրաձայնել, որտեղ հակառակորդը եւս իմանում է, որ դու ծրագրերի մասին օրինակ իմացել ես, օրինակ դրանից հետո Ադրբեջանը ոչ թե 6 ամիս հետո է սկսելու, ասենք 1 ամիս հետո կարող է սկսել։ Ամենահավանական տարբերակը, որ դուք պատկերացնում եք, որ դա է։ Ինչ եք կարծում, ինչու է Փաշինյանը հայտարարում սեպտեմբերը, աշտանը, ավելի ճիշտ այսպես ասենք, աշտանը պատերազմի անոնս է արվում, եթե ընտրություններում իշխող կուսակցություն չհաղթի։ Ինչ եք կարծում, դա ավելի շուտ տեղեկատվական սպառնալիք է, թե կարծում հոգեբանական ազդեցություն։
մարդկանց ընկալումների, որոշումների վրա էապես ազդում է, հաշվառնելով, որ մեծ ճակատամարտում, ոչ պատերազմում, մեծ ճակատամարտում հայկական կողմը պարտություն է կրել, ապա հոգեբանորեն մարդկանց համար շատ դժվար է նոր պատերազմի դիմագրավելու ցանկություն հայտ կամք դրսևորել։ Այսինքն մարդը շատ ավելի խաղաղասեր է, հա, պարտությունից հետո դառնում։ Եթե նման տեղեկատվություն է առաջին դեմքի մակարդակով տարածվում, սա նշանակում է, որ մարդկանց վրա ուղղակի ընտրությունների նախաշեմին հոգեբանական ազդեցություն է ունենալու, ուղղորդելով, թե որ քաղաքական ուժին մեր երկրի քաղաքացիները ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները ումը պետք է ձայն տան։ Սա է հետապնդում։ Եթե ամփոփենք այս մեր զրույցը, ի վերջո սպառնալիքը եւ պատերազմը սահմաններին է թե մարդկանց ուղեղում։ Առաջին հերթին մարդկանց ուղեղում։ Եթե մարդիկ ճիշտ գնահատեն իրավիճակը, ապա ցանկացած սպառնալիք դյուրին կերպով կարելի է չզուգացնել, որտեղ այնուամենայնիվ մենք ունենք աշխարհի երկու գերտերություններից մեկի, Ռուսաստանի Դաշնության միջուկային գերտերություններից երկուսից մեկի հետ կնքած ռազմական լրջագույն պայմանագիր եւ սկզբունքորեն մենք գտնում ենք այդ երկրի միջուկային հովանոցի ներքո, այնպես որ կարծում եմ այդ սպառնալիքները այն էլ տարածաշրջանային, որտեղ Ադրբեջանի նախագահ անգամ իրավունք չունի որոշելու այստեղ պատերազմանը, թե չէ նման իրավասություն ինքը չունի, հա, որտեղ այդ առումով լուրջ պետություններ են այստեղ շահերի բախում ալնելու։ Եվ հետաբար ես կարծում եմ մարդկանց ուղեղներում է եւ այդ հայտարարությունը, որ սեպտեմբերին պատերազմ լինելուց այդ ընկալումների վրա ազդելու նպատակով է հայտարարվում։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Ցտեսություն։